Մենք վերադարձանք բարեկամներ եւ իհարկե հաղորդման այս հատվածում մեզ է միացել ինչպես միշտ Արմեն Չիբուրչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Որ լուրերից սկսենք տխուր թե ազգային ժողովից։ Տխուր թե ազգային ժողովից լավներ։ Այդ ստացվում տխուր թե ավելի տխուր։ Գիտես ինչ որ նայում ես ասենք ես մի քանի տարվա վերջի ազգային ժողովի պատմությունը մենք հետևում ենք մեր մասնագիտությունից ելնելով, չէ՞։ Լրիվ դեգրադացիա է ապրում։ Այո։ Այսինքն այնպես չէ, որ կանխատեսել էին։ Թեկուզ մի փոքր բաց դեպի լավն է գնում կամ ասենք ես չեմ պատկերացնում ոնց պիտի լինի որ այս ամեն ինչը վերանա։ Ոնց պիտի լինի Արմեն։ Ես իսկապես չգիտեմ։ Եվ գիտեք ինչ, այդ մարդիկ դե մեր հերոստատողներ արդեն տեսան էլի այդ ամեն ինչը ցույց տվեցին։ Այդ դեպուտատները, որ հիմա պիտի բանտում լինեին ազգային ժողովում են, ժողովրդի ընտրությամբ եղավ։ Իրենք ընտրեցին։ Այսինքն ժողովուրդը սրա մեջ մեծ մասնակցություն ունի բարեկամներ, որ այդպիսի մարդիկ հիմա ազգային ժողովում դեպուտատներ են, փոխանակ բանտում լինեն, գոնե նրանցից որոշ մասը։ Լավ, ելքը սրանից Չէ, բանտում լինելը ժողովուրդը այդ մանդատը տվել է իշխանությանը, որ նրան ստանի բանտ։ Ժողովուրդը 18 թվականին, հետո մի հատ է 21 թվականին, որտեղ երկու անգամ է հիշում եք 18 թվականին այդ լոզունգներով եկան իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի 21 թվականին այդ որ ասեց Թավիշը վերջացավ, այո, Թավիշը վերջացավ, արդեն մուրճը Թավշյա մուրճը դարձավ երկաթյա մուրճ, ինչ որ տես մի բան եւ այլն, տեսեք, իրականում դուք շատ ճիշտ եք ասում, այն էլ Հայաստանի համար այս ծանր ժամանակներում մենք հիմա պետք է ունենայինք շատ ինտելեկտուալ, նո այդ երազանքների մեր կամ գոնե միջին ինտելեկտուալ, ազգային ունակ, ասենք մեջը ունենալ, օրինակ տեսեք, հետաքրքրական մի բան չէ, Ամերիկայում աստղեր կան, չէ, աստղեր են կոչվում իրանք, ասենք քաղաքական աստղեր են, որ կա շոու բիզնեսի աստղեր, չէ, այստեղ կոնգրեսում ունեն իրաց խոսքը իրենց պաշտոնից անկախ մեծ ազդեցություն ունի։ Այո, դուք կհաստատեք, չէ, ասենք տեսնում ենք, չէ, կոնգրեսում իր աստղերը կան, սենատում իրենց աստղերը կան, հետո այդ աստղերը ինչ որ մի պահի ադմինիստրացիայի դառնում են պաշտոնյաներ, չէ, կամ իրանք են առաջադրվում եւ այլն։ Հիմա օրինակ որ ասեմ մեր ազգային ժողովում ասենք ինտելեկտուալ աստղեր էլի նկատի ունեմ ասենք առանձնացնենք ասենք ինչ որ աստղեր որոնք միշտ են ինչ որ ակտիվ պրոակտիվ արտաքին քաղաքական հարցով նախաձեռնություններով տեսակետերով եւ այլն դա մի հատ ողբերգական տեսարան է ստացվում եւ իրականությունը ինչու Արմեն ինչու չկա տեսեք իրականությունը հետեւյալն է ցավոք սրտի այս ամբողջ աղմուկը նաեւ ձեռնտու է երկուսին էլ որտեղ տեսեք հա բացատրեմ որտեղ տեսեք ընդդիմությունը այդ կոչված որտեղ եկեք ճիշտը խոսանք եթե Հայաստանում վերջին հարցումներով կա 30% մարդ 30% հարցված որը հարցվածների 30%-ը համարում է որ Ռուսաստանը բարեկամ երկիր է եւ այլն ուրեմն մենք պետք է հաշտվենք այդ իրականության հետ որ 30%-ը միշտ, այսինքն չասեմ հենց 30%-ի թվով, բայց սովորաբար ասենք մի 20-ից 30% ազգային ժողովում ուրեմն հենց հավանականություն կա, որ ներկայացված է լինելու այդ թևը, իսկ այդ թևը միշտ ռեգրեսիվ է լինելու։ Այդպիսի, այսինքն քանի դեռ այդ 30%-ը չեն հասկացել, որ Ռուսաստանը Հայաստանի թշնամին է եղել դարերով կամ հասկացել են իրենց դա հետարքիր չի ձեռնտու է իհարկե իրենց շահերի համար անձնական համաձայն են որովհետև այդ 30%-ի մեջ չհասկանալու բան չկա շատ դժվար չէ դա նախկին դատախազներից նախկին ոստիկաններից նախկին համակարգի կոռումպացված աշխատողներից որոնք զրկվել են այսինքն ուտելու հնարավորությունից պարզել կորմը պակասել է այո իրանք չեն մտածում որ այս ողբերգությունը 4000 երեխա են ի վերջո այդ կոռուպցիայի այդ թալանի պատճառներ հա իրենք մտածում են այն նախկինների ժամանակ լավ էր ես կարողանում էի ասենք այս անել հարցերը լուծում էր ոնց ուզում էր փողերը դրա համար 30%-ից մեջ շատ տարբեր խավեր կան ճիշտ կա որ իրենց եկամուտ ինչքան պակասում այնքան իրենց ազդեցությունն է պակասում հասարակության կարծիքի վրա միանշանակ եւ դա էլ է իրենց բայց հավատացեք այս շարժումները որ անընդհատ գեներացվում էին ըստ էության այդ զանգվածը կորցրել է նաեւ հավատը այս թևի նկատմամբ, այսինքն իրենք էլ ունեն ռեյտինգի խնդիր ընտրություններից առաջ։ Իշխանության ռեյտինգը դուք տեսնում եք, ես իհարկե չեմ վերցնի Գելապի հարցումներ, թե Հայաստանյան Գելապը Աստված գիտի էդ ինչ է։ Իսկապես է։ Բոլորովին վստահ եմ։ Այո։ Ես կսպասեմ IRA-ի հարցումներին, IRA-ի վերջին հարցումներով Փաշինյանը կներեք էլի կարող է 1-2%-ի բան հիշողությունը սպանանի, 15% Փաշինյանը ունի, 20-19 քանի ԿՊ-ն ուներ։ Այսպես հարցումները այսպես էին, հա։ Դու ամենաբարձրը բոլոր դեպքերում։
Այո, այո։ Այսինքն այս հարցումների արդյունքում ինչ է պարզվում, որ եւ իշխանությունը ունի, այսինքն հասարակության, եթե բոլորը իրար հետ գումարում էիք այդ հարցումներում, սա մի 30% էր կազմում, հա, այդ սաղ ամեն ինչը։ 30-35%, այսինքն հասարակության 65-70%-ը չի ուզում ոչ նրանց։ Հիմա ինչ է տեղի ունենում։ Հասարակությանը նորից հրամցվում է կամսա։ Այսինքն այս ամբողջ այս աղմուկ աղաղակը մինչև ընտրությունների օրը ավելի է թեժանալու։ Հասկանք, մենք պետք է ասում հաշտվենք այս ամեն ինչի հետ, հա։ Արմեն, ես թեժանալը կարող եմ հասկանալ, որտեղ տեսել եմ Ֆրանսիայում ընտրություններից առաջ, Միացյալ Նահանգներում, բայց այս իրավիճակը, որ ընդեղ է տիրում, այս բառապաշարը, որ օգտագործում են ազգային ժողովում։ Սա Եվրոպա գնացող, ասենք, իբր թե բան, էլի հասկանում եք, սա խայտարակություն է։ Իսկապես էլի։ Հիմա մենք զարմանում ենք փողոցում խոսալուց կամ մարդիկ եւ այլն, բայց ազգային ժողովում էսա տիրում։ Արա նստի տեղդ կամ ձենդ փողոցում ինչ պետք է լինի։ Դե տեսեք։ Այս ի վերջո ոնց որ բան ա լինում, այ հենց դրան վրա արվում է։ Մեր հասարակության նորից բևեռացվում է, նորից ծայրահեղ ճամբարների է բաժանվում, գիտեք ինչի, ասենք որտեղ ԿՊ-ն փորձում է այս բաժանվից տարբեր ճամբարների, բայց ոչ այս տեսակ գրեհիկ եւ վուլգար որքան հասկանում եմ, որքան արդեն երևում է ծիլերը, որ Լևոն Քոչարյանին են պատրաստում, զգացվում է, չէ՞, արդեն մոտ։ Հիմա են պաշտպանում են, մի անգամից շուրջը հավաքվեցին հանկարծ մազին չգտնեն մեր ապագա հանճարին։ Այսինքն տեսեք, Լևոն Քոչարյանին է կարծես թե Հայաստան դաշինքը կամ ինչ ֆորմատով որ կգնան, ասենք 26 թվականի ընտրությունում, լիդերը Լևոն Քոչարյանին են փորձում առաջադրել։ Այս կողմը ճիշտ է, ասում Հայաստանի քաղաքական դաշտը ինձ այլևս շուտվանից հետաքրքիր չի, դա ուղղակի նողկալի է, ինչ որ նայում ես, էլի։ Ուրեմն իսկ ԿՊ-ն էլ խնդիր ունի իր վարկանիշը բարձրացնել, նորից էս նախկինների վերադարձի վախի հաշվին այդ 65-70%-ից մարդ փոքր։ Ին հեքիաթը Այո, այսինքն սա դասական, նախընտրական, այսինքն մարդկանց նորից բաժանեն ճամբարների վախերի միջոցով, սրանք այսպես ներկայանալ, որ հեսա մենք կգանք ԿՊ-ին այս սաղին, ով որ չի սիրում ԿՊ-ին, դրանց բերել իր կողմ եւ այլն եւ այլն։ Այսինքն ցավոք սրտի, այս ամեն ինչում նաեւ իրականում մոռացվում է, նաեւ, այսինքն մոռացվում է, թե մենք ինչի ենք հասել այսօրին, ովքեր են բերել մեզ այսօրին հասցրել, եւ այլն եւ այլն։ Բայց շարունակենք Ռուսաստանը իստում այդ հարցում մեծ դեր ունի, այս ամեն ինչը միշտ էլ ունեցել է, բայց դրակը ակտիվ պահելու։ Հետարքիր բացիկ, խոսենք երկրորդ մասի սկզբուկը։ Լավ, հիմա ընդմիջում վերադառնանք ու շարունակենք զրույցը վերլուծաբան Արմեն Չեբրչյանի։ Բայդուբայ.am, այո, Բայդուբայ.am։ Դարձեք անշարժ գույքի սեփականատերը Դուբայում Բայդուբայ.am-ի օգնությամբ եւ մենք ապահովենք Արաբական Միացյալ Էմիրությունների ձեր ռեզիդենտության քարտը։ Արաբական Էմիրություններում առանց տոկոսագումարի ձեռք բերեք անշարժ գույք սկսած $140,000-ից, ստանալով մինչև 15% եկամուտ Բայդուբայ.am-ի օգնությամբ։ Մեզ հետ կարող եք կատարել եզակի ներդրումներ Mercedes-Benz, Bugatti, Burj Khalifa եւ Դամակ ճարտարապետական գլուխգործոցներով հայտնի MR եւ Bingatti-ի հեղինակավոր կառուցապատողներին պատկանող անշարժ գույքի շուկայում։ Կատարեք ձեր ներդրումը ֆինանսական ժամանակակից երկնաքերերի, շքեղ հյուրանոցների, ոսկեփայլ լողափերի եւ ֆինանսական բարձունքներ նվաճելու քաղաքում։ Բայդուբայ.am Մենք վերադարձանք բարեկամներ, խոսում էինք ազգային ժողովից, Արմեն, իհարկե ասելու բան ունես էլի այդ կապակցությամբ, բայց չմոռանանք խոսել նաև Ստամբուլում ամսի 15-ի ավելի կարևոր թեմաներից չի, լուրջ թեմաներ։ Ավելի պակաս չգիտեմ, բայց ես ուղղակի մի բան եմ ուզում ասել, տեսեք, հասարակությունը պետքա դաս քաղի այս ամեն ինչից։ Եվ ամենակարևորը տեսեք, գալիս է օրինակ Քոչարյանը, տեսակամ այդ խմբակցությունը, գալիս է ասում է օրինակ կոնկրետ Ավինյանը կոռումպացված է, որտեվ սենց հոտվա օրինակ, սենց հոտված է դուրս եկես կամ Ավինյանի տեղակալ Փամբուխչյանի հոր հետ կապված սենց կոռուպցիոն սկանդալ կա, կոնկրետ այս ինչքան գումար, այս ինչքան ձև հատկացվել է կամ բանկը վար կա տվել մեծ քանակությամբ 70-անց մարդու, որը պետությունը սուբսիդավորել է, չգիտեմ, եւ այլն։ Կոնկրետ դեպք է ասում, չէ՞։ ԿՊ-ն վերակենում ասում է, դուք ձեր կոռուպցիային նայեք, դուք իրավունք չունեք խոսելու, ինչ կապ ունի թալանչիներ եւ այլն, թալանչիներ են, ինչ են նստած ազգային ժողովում։ Այսինքն հասարակությունը մի բան պետք է հասկանա, սա երկուսի, սա գուցե պայմանավորված է։ Ես պատասխան ժողովուրդ ընտրեցի։ Այո, չէ, սա դրա համար ժողովրդին ենք ասում։ Սա փոխադարձ խաղաղ պայմանավորված, որտեղ ամբողջ քաղաքական դաշտի ուշադրությունը ընտրություններից առաջ վերցնում են այս երկուսի իրար վրա, բաժանում են ու իրենց ասեմ երկուսին է ձեռնտալի, որ հաջորդ ազգային ժողովերից պես գնան։ Գիտես ինչի, որտեղ երբ որ կոնկրետ կոռուպցիոն մեղադրանք է ԿՊ-ին ներկայացվում, իրանք ասում են դուք խոսալու իրավունք չունեք։ Ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի։ Ուրեմն ԿՊ-ի ձեռնաիշխանությունը նրանց թալանչի է անվանում, կոնկրետ այսօր Ռուբինյանն է թալանչի անվանեց։ Ուրեմն պետք է նրանք լինեն բանտերում, ունեցվածքներ ձեռքներից վերցված
Եվ եթե իրանց շարքերում է կոնկրետ մեղադրանք են առաջադրում, դրա համար ազգային ժողովում պետք է լինեն մարդիկ, որոնց ԿՊ-ն չի կարող ասի, դուք իրավունք չունեք կոռուպցիայից խոսալու, որտեվ այ դուք թալանչի եք եղել, հա։ Եթե իրենք թալանչի են եղել, դա չի դեռ նշանակում, իրենք չեն կարող այսօրվա կոռուպցիայից խոսել։ Այո։ Դա չի արդարացնում այսօրվա կոռուպցիան։ Համաձայն եմ, բայց հավատացեք, նրանց բերանից դա մի քիչ այսպես իրոք ժողովուրդը չի ընկալում, երբ որ նրանք են դա ասում, հա, երբ որ այդ թալանչիներն դրա համար հիմա երրորդ ուժից է կարճ ասեմ։ Կան մարդիկ, որոնք իրանց արևմտամետ են համարում եւ Facebook-յան էջերում ինչ որ իրանց այսօր ճղում էին, ապրի ԿՊ-ն, վերջապես պատասխանեց։ Դուք Եվրոպա քարոզող ուժ եք։ Դուք փոխանակ ասեք, այ ժողովուրդ ջան, տեսեք, էսա ձեզ հաջորդ 4 տարին սպասելու։ Սա ձև չի էս ազգային ժողովը։ Ուրեմն եկեք ընտրեք մեզ կամ երրորդ ուժ ընտրեք, արդից օգտվեք, հա, ձերը առաջ տարեք։ Ոչ թե խուլիգանությունը քարոզեք, ապրի ԿՊ-ն։ Հետո ասում ենք սազանդար եք, պալատական եք, պալատական կլոուն եք, բան են անում, դուք ինչ արևմտամետ, հա։ Հետ նեղանում են, նեղվում են, սկսում են ցնցումների մեջ են գնել։ Դրա համար ինձ անգամ տաղաճ է այս ամեն ինչի մասին խոսել, որովհետև Հայաստանի ոչ մի հաճելի բան չկա, ոչ մի։ Դրա համար եկեք խոսենք Ստամբուլից։ Անցնենք Ստամբուլից, ասացիր կարևոր հայտարարությունն են արել Ռուսաստանի կողմից։ Մենք երկար ժամանակ մտածում ենք, կգա Պուտինը, չի գա Պուտինը։ Չի գալիս։ Բայց հետարքիր է, չէ, որ Զելենսկին ասեց վախենում է ինձ այդ, ասեց վախենում է։ Աստորեն նկուլա տալիս դա, էլի, չգալով դա ապացուցում է, որ ճիշտ ասել։ Տեսնեք, կուլա տալիս թե չէ, ես հասեմ, որ թարմ տեղեկություն կա, կազմը ասեմ, ումա ուղարկում Պուտինը, ուրեմն հաստատվել է հետևյալ կազմը։ Ուրեմն Ռուսաստանի Դաշնությունից ներկայացվելու է գլխավորը, ոնց որ կազմի ղեկավարը, Մեդինսկին, որը չէ, Լավրովն է չի գալիս։ Չնայած Սիբիգան հանդիպեց այսօր Ռուբիոյի հետ եւ ասաց, որ կոնստրուկտիվ բանակցություններ են ունեցել։ Ուրեմն Մեդինսկին է լինելու ղեկավարը դելեգացիայի, Գալուզինը Ռուսաստանի նախագահի օգնական է Մեդինսկին, Գալուզինը, ուրեմն գիտեք, արտգործնախարարի տեղակալը, Կոստյուկովը, ուրեմն Գենշտաբի գլխավոր, այսպես ուրեմն Ռուսաստանի Գենշտաբի ներկայացուցիչն է Կոստյուկովը, այսպես շատ երկարում է հետաքրքիր դրա պաշտոնը, եւ Ֆոմինը, ուրեմն Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալը։ Այսինքն տեսեք, ըստ էության այս կազմը հուշում է այն մասին, որ Պուտինը խաղաղություն չի ուզում ամենևին։ Եվ իդեպ Զելենսկին շատ լավ ասեց, եթե Պուտինը չգա, ասեց իմաստ չունի, որտեղ որոշումները ինքն է ընդունում։ Այս մարդիկ ընդեղին չել ասեն, անեն որոշում ընդունող չեն։ Հիմա տեսեք, հետաքրքիր մի բան կա, այստեղ նյուանս կա, այստեղ շատ կարևոր է ասում։ Սա Զելենսկին ուժեղ քայլ արեց, շատ ուժեղ Պուտինին վախկոտ ցույց տվեց եւ ըստ էության ապացուցեց նաեւ ամերիկյան ադմինիստրացիան, որտեղ Զելենսկին ամենաբարձր մակարդակով ասեց, որոշում կայացնողը մենք ենք, դու ես Պուտին։ Մենակ քեզնից է կախված պատերազմի դադարում, ես պատրաստ եմ քո հետ նստել։ Ասեմ ձեզ, Զելենսկին ժամանակին ասում էր՝ «Իր այդ խոսալու բան չունեմ», բայց հանուն Տրամպի հետ հարաբերությունները չփչացնելու մտավ այս խորը դիվանագիտության մեջ, ճիշտ քայլ արեց։ Հիմա ես խորը կասկածներ ունեմ, տեսեք, որ եթե Ուկրաինան չգնա, հիմա ասի իրանք ուղարկում են, չէ՞, Ստամբուլ, այսինքն արելա կես քայլի կանգնելը կամ չգիտեմ ոնց կմատուցվի այս ամեն ինչը, որտեղ այսօր երեկոյան, այսինքն արդեն իրենց մոտ երեկոյան վերջին ուղերձը Զելենսկու այնպեսին էր, որ մենք չենք վախենում, մենք ցանկացածի հետ պատրաստ ենք բանակցել։ Որտեղ դրանից առաջ ասեց, եթե Պուտինը չկա, ես ոչ մեկի հետ չեմ խոսի։ Այո, հիմա հասկանանք, դա երկակի էր, թե ինչ էր, մի հատ, այսինքն հասկանանք վաղը, հա, որտեղ Պուտինը այս կազմը հրապարակելով, հիմա խոսքը Ուկրաինային մնաց, հասկանանք վաղը ինչ են պատասխանելու, կգնան թե չեն գնա, բայց մեծ հաշվով կարծում եմ Տրամպի համար արդեն պարզ է, որ Պուտինը չի ուզում խաղաղություն։ Եվ ինքն էլ չի գնա Ստամբուլ։ Այո, հիմա հասկանանք, տեսնենք ինչ կլինի։ Շնորհակալություն։ Եվ ինքն էլ չի գնա Ստամբուլ, այո, լավ հիշեցրեցիք, ասելա որ չի գնալու արդեն։ Այսքանը այսօրվա համար սիրելիներ, կհանդիպենք վաղը, մինչ տեսություն։ Հաջողություն։